Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 22։ Եթե նեղության մեջ գնամ, կապրեցնես ինձ, իմ թշնամիների բարկության վրա քո ձեռքը կմեկնես և քո աչը կփրկի ինձ։ Սաղմոս 138 գլուխ 7 խոսք։ Դժվար է նա, ով նեղությունների միջով է քայլում։ Իհարկե ոչ, դա օրհնության ընթացք է, որովհետև այդտեղ հատուկ խոստում կա։ Ինչ է նեղությունը, երբ խոստում ունենք։ Եվ ինչ է մեր Տերը սովորեցնում մեզ այստեղ ասել, ահա թե ինչ. դու կապրեցնես ինձ։ Մենք ավելի շատ կյանք, ավելի շատ զորություն և ավելի շատ հավատք պետք է ունենանք։ Միթե հաճախ այդպես չէ, որ նեղությունը մեզ վերակենդանացնում է, ինչպես սառը օդը, երբ մարդը քիչ է մնում ուշագնաց լինել։ Որքան բարկացած են մեր թշնամիները, և հատկապես գլխավոր թշնամին։ Պետք է արդյոք մեր ձեռքը երկարենք և կռվենք նրանց դեմ։ Ոչ իհարկե։ Մեր ձեռքը ավելի լավ է ծառայության մեջ գործածենք մեր Տիրոջ համար։ Բացի այդ, դրա կարիքը չկա, որովհետև մեր Աստվածը պիտի գործի իր զորավոր բազուկով, և նա նրանց հետ շատ ավելի ճիշտ կվարվի, քան մենք երբևէ կկարողանայինք։ Վրեժը իմն է, ես պիտի հատուցեմ, ասում է Տերը։ Նա իր զորության և իմաստության աջ ձեռքով պիտի փրկի մեզ, իսկ դրանից առավել ի՞նչ կարող ենք ցանկանալ։ Ուստի ով հոգի, կրկնիր այս խոստումը ինքդ քեզ, մինչև այն դառնա վստահության երգ և մխիթարություն քո միայնության մեջ։ Աղոթիր նոր ուժի համար, իսկ մնացածը վստահիր Տիրոջը, ով ամեն ինչ անում է քեզ համար։